Ողջույն սիրելի հետևորդներ, օրացույցի վրա փետրվարի 9 է, մի օր, որը պատմության մեջ դրոշմվել է թե գրական նրբությամբ, թե ռազմական բախումներով, թե տեխնիկական հզոր թռիչքներով եւ թե հանելուկային իրադարձություններով։ 1885 թվականի հենց այս օրը Ջավախքի Գանձագյուղում ծնվեց հայոց մեծագույն քնարերգուն Վահան Տերյանը։ Նա այն արվեստագետն էր, որը հայկական պոեզիան ներմուծեց եվրոպական նրբություն, խորհրդավորություն ու բոլորովին նոր լեզվամտածողություն։ Տերյանով սկսեց մեր գրականության արևածագը, որտեղ տխրությունն անգամ ուներ իր վեհությունն ու գույները։ 1895 թվականին ԱՄՆ-ի Մասեչուսեթս նահանգում Ուիլյամ Մորգանը ստեղծեց մի նոր մարզաձև, որն այն ժամանակ կոչվում էր մինտոնետ։ Մորգանը ցանկանում էր ստեղծել մի խաղ, որն ավելի քիչ կոնտակտային կլիներ, քան բասկետբոլը, բայց նույնքան հետաքրքիր։ Հետագայում խաղը վերանվանվեց վոլեյբոլ, դառնալով մոլորակի ամենատարածված ու գեղեցիկ թիմային մարզաձևերից մեկը։ 1904 թվականի փետրվարի 9-ի գիշերը պատմության մեջ մտավ որպես մեծ հակամարտության սկիզբ։ Ճապոնական նավատորմը հանկարծակի հարձակում գործեց Պորտ Արթուրի վրա, առանց պատերազմ հայտարարելու։ Այս գրոհը սկիզբ դրեց ռուս-ճապոնական լայնածավալ պատերազմին, որը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը հեռավոր արևելքում։ 1969 թվականի այս օրը ավիացիայի աշխարհը ցնցվեց, իր առաջին փորձնական թռիչքը կատարեց լեգենդար Boeing 747-ը։ Այս հսկան, որին անվանում են երկնքի թագուհի, դարձավ աշխարհի առաջին լայնիրան ինքնաթիռը, հեղափոխելով միջազգային ուղևորափոխադրումները եւ օդային ճանապարհորդությունը հասանելի դարձնելով միլիոնավոր մարդկանց համար։ 1855 թվականի լույս 9-ի գիշերը Անգլիայի Դևոն կոմսությունում տեղի ունեցավ պատմության ամենաառեղծվածային դեպքերից մեկը։ Ձյան վրա հայտնվեցին տարօրինակ սմբակաձև հետքեր, որոնք անցնում էին ավելի քան 160 կիլոմետր, հաղթահարելով բարձր պատեր, տանիքներ, նույնիսկ նեղ խողովակներ։ Մարդիկ կարծում էին, թե սատանան է անցել քաղաքով։ Մինչ օրս գիտական հստակ բացատրություն չի գտնվել այդ հետքերին։ Այսպիսին էր փետրվարի 9-ը պատմության հայելում։ Մնացեք մեզ հետ ամեն օր բացահայտելու համար նորն ու հետաքրքիրը։